Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն է ընդհանուր ժողով գումարել կառավարության ներկայացուցիչները, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը եւ պալատի անդամները մեկ հարկի տակ են հավաքվել ամփոփելու անցած 2 տարվա ձեռքբերումները ու վերլուծելով առկա մարտահրավերները պալատի զարգացման նոր ուղիները նախանշելու համար։ Այս տարիներին հնարավորություն ենք ունեցել լավարկել Հայաստանում բիզնես միջավայրը, նպաստել արտասահմանյան ներդրումների ներգրավմանը, աջակցել բիզնեսի կայուն զարգացմանը, մասնակցել եւ բարձրացնել Հայաստանի Հանրապետության մրցունակությունը միջազգային շուկայում։ Պալատի գործունեության հիմքում հայ-ամերիկյան տնտեսական եւ առևտրային հարաբերությունների զարգացումն է։ Լավագույն արդյունքներ ապահովելու համար գնում են պետություն մասնավոր համագործակցության ճանապարհով։ Պալատն ակտիվորեն ներգրաված է մեր երկրում ներդրումային միջավայրի բարելավման ուղղված բոլոր նախաձեռնություններում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր երկրի առանցքային գործընկերն է, այդ թվում տնտեսության ոլորտում եւ Ամերիկայի առևտրի պալատի հաջող գործունեությունը ոչ միայն խթանում է երկկողմ առևտրատնտեսական կապերը, այլև նպաստում է մեր երկրի տնտեսության կայուն զարգացմանը։ Այն կարևոր դեր ունի Հայաստանում առաջին հերթին բիզնես մշակույթի զարգացման գործում, ներդրումային միջավայրի բարելավման հարցերում եւ նորարարական լուծումների ներմուծման եւ ներդրման տեսանկյունից։ Որպես արդյունավետ երկխոսության հարթակ մեզ համար իրոք շատ կարևոր է ունենալ այնպիսի կայացած կառույցներ, ինչպիսին ձերն է, որովհետև լսելով ձեր առաջարկները, քննադատությունները, երբեմն նաև չափազանց կոշտ եւ հաշվի առնելով նաեւ անգամ այն հանգամանքը, որ միշտ չի, որ մենք կարող է նույն հարցի շուրջ համաձայնության գանք, դրանք մեզ անգնահատելի օգուտ են։ Իր գործունեության ընթացքում Ամերիկայի առևտրի պալատը կայուն համագործակցություն է ձևավորել նաև Միացյալ Նահանգների կառավարության, ինչպես նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հետ։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի բոլոր անդամներին նախորդ 2 տարվա գործունեության համար։ Ամչամը մի կարևոր գործընկեր է մեզ համար։ Մենք Ամչամի միջոցով սովորել ենք, թե ինչպես կարող ենք առևտրի ոլորտում օգտագործել եղած հնարավորությունները, ինչպես նաև ԱՄՆ կազմակերպություններին ներգրավենք Հայաստանում ներդրումներ անելու համար։ Բիզնես համայնքի համար գրավիչ պայմաններ ստեղծելուն ուղղված 60-ից ավելի միջոցառում է կազմակերպել Ամերիկայի առևտրի պալատը վերջին 2 տարում։ Նույն ժամանակահատվածում պալատի անդամակցությունն աճել է 17%-ով։ Մենք աջակցում ենք տեղական եւ արտասահմանյան բիզնեսներին Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում։ Ստեղծում ենք ավելի շահավետ բիզնես միջավայր։ Օնլայն քվեարկությամբ են որոշվում պալատի առաջիկա 2 տարիների ստրատեգիկ զարգացման եւ գործունեության համար պատասխանատուները։ Ամերիկայի առևտրի պալատը ընդհանուր ժողովի ընթացքում նաեւ տնօրենների նոր խորհուրդ է ընտրում։ Նախագահի պաշտոնում ձայների մեծամասնությամբ 2 տարի ժամկետով վերընտրվում է Էլինա Մարգարյանը։ Շնորհակալություն իրականում ես հնարավորության համար։ Խոսեցինք այսօր տարբեր մոտեցումների մասին, բայց ամենակարևորը թե ինչպես ենք մենք ավելի ընդլայնելու, բարելավելու եւ ուժեղացնելու ԱՄՆ-Հայաստան կապը, որը իրականում խթանելու է ավելի շատ բիզնես հնարավորություններ մեր ընդհանուր ամերիկյան առևտրի պալատի այս անդամների համար։ Պալատը նաև նոր փոխնախագահ գանձապահ ունի։ Ընտրվել ու վերընտրվել են նաև խորհրդի 9 անդամները։ Բոլորի նպատակը բիզնես հնարավորությունների ընդլայնումն ու բարելավումն է։ Այն զարգացումները, որ Միացյալ Նահանգների հետ մենք տեսնում ենք ստրատեգիական համագործակցության խորացման, մենք պետք է կարողանանք այդ պետական մակարդակի համաձայնությունները բերենք եւ հասցնենք բիզնեսին, որպեսզի բիզնեսն էլ իր մաշկի վրա ազգա, որ եւ պետությունները իրար հետ համագործակցում են, այդ համագործակցությունից նաև շահում են իրենք։ Իմ տեսլականը եւ անելիքը շարունակել այդ գործը եւ փորձել լինել այդ կամուրջը ստեղծելով երկխոսություն, պետություն մասնավոր ֆորմատում, բիզնեսներին տալով հնարավորություն երկխոսության, հայտնելու իրենց մտահոգությունները, բերելու իրենց առաջարկները եւ ներդրնելու նորանոր լուծումներ։ Իդեպ խորհրդի 9 անդամներից 6-ը կարող են փոխվել արդեն հաջորդ տարի։ Այս ընտրություններում ամենաքիչ միավորներ հավաքած տեխնացուների համար 1 տարի անց նորից ընտրություններ են կազմակերպվելու։ Սա պալատի նոր կանոնադրությունն է, որը հնարավորություն է տալու մշտապես նոր անդամներ ներգրավել Ամերիկայի առևտրի պալատի խորհրդի կազմում։